when he came to Yerevan and gave a speech calling for the rehabilitation of Yegesh Charensk, calling for the republication of the Armenian national writers Rafi and Patkanyan, and so on and so forth. He actually saw the Dazhnaks as betraying the Armenian national security by kind of flirting with Western powers, by flirting with the allies. We can say Abovian, Nalbandian, all these writers, they were under the influence of kind of the Russian revolutionary and Russian radical democratic tradition. Բարև ձեզ, այսօր Մարկուշ պատմության հյուրներ, պատմաբան Պետրո Շաքարյանը, ով վերջերս հրատարակել է այս փայլուն գիրքը Անաստաս Միքոյանի մասին, նա ստացել է իր տեխնացուական դոկտորատորան Օհայոյի համալսարանից, աշխատել է Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, Վիշե շկոլ էկոնոմիկի, եւ հիմա Երևանում է, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Այսօր մենք խոսել ենք Անաստաս Միքոյանի մասին, հիմնականում կենտրոնանալով մի քանի դրվագի վրա իր կյանքից 1937 թվականի այդ հայտնի Հայաստանից գրված այդ նամակի վերաբերյալ ենք խոսել, նաև խոսել ենք իր դերի մասին Ստալինի պաշտամունքի անձի պաշտամունքի դեմ պայքարում, ապա ստալինականացման, դեստալինիզացիայի մասին ենք խոսել եւ շատ կարեւոր մի դրվագի մասին, որը շատ մեծ ուշադրության ցավոք սրտի մեր կողմից չի արժանացել, պատմագրության նկատի ունեմ 1954 թվականի իր ելույթից Երևանում, որը նաեւ շատ գործընթացների սկիզբ տվեց եւ նաեւ փորձել ենք հասկանալ ինչքան էր իր դերը Հայաստանի խորհրդային Հայաստանի կյանքում։ Արդյոք Միքոյանը միայն համամիութենական հայտնի գործիչ էր, թե նաեւ ուներ շատ մեծ ազդեցություն Հայաստանի խորհրդային Հայաստանի զարգացման վրա։ Անպայման դիտեք այս հաղորդումը, դիտեք նաեւ ոչ միայն մեզ YouTube-ում, այլ նաեւ մեր Telegram ալիքում, մեր Spotify-ով կարող եք լսեք եւ նաեւ եթե կարծում եք, որ մեր աշխատանքը դրա համար արժանի է, կարող եք մեկ օգնել Patreon-ում եւ Boosty-ում եւ այլ մյուս հարթակներում եւ նաեւ ինչպես մեր մոտ արդեն ավանդույթ է դարձել, մենք նվիրում ենք գիրք։ Մենք կնվիրենք այս գիրքը Անաստաս Միքոյանի մասին, Ստասնամին Անդրեյ Ռուբանով, սա գեղարվեստական գիրք է, բայց գրված է շատ փաստագրական նյութի վրա եւ նաեւ քանի որ Ստասնամինը ով թորներ Անաստաս Միքոյանը անձամբ մասնակցել է այս գիրքի ստեղծմանը, կա նաեւ շատ անձնական պատմություններ, շատ փաստաթղթեր հրապարակում են առաջին անգամ եւ այն թարգմանվել է մեր նաև նախորդ հաղորդումներից մեկի մասնակցի պատմագիտությունների դոկտոր Խաչատուր Ստեփանյանի կողմից, ով եւ սիրով տրամադրել է այս գիրքը։ Այս գիրքը կստանա մենք խաղարկենք այս հաղորդման ներքևում ամենալավ մեկնաբանություն անող անձանց միջև եւ նաեւ այն անձանց միջև, ովքեր մեզ կմիանան մեր Patreon-ին կամ մեր հաղորդմանը ֆինանսապես կօգնի։ Շնորհակալություն, որ մեզ դիտում եք, շարունակեք սիրել պատմությունը։ Բարև Պետրո։ Բարև ձեզ, ողջույն։ Շատ հաճելի է վերջապես ներկա լինել հաղորդմանը, վերջապես։ Այո, մենք երկար ժամանակ քննարկում էինք դա եւ իսկապես հաճելի է այսօր քեզ տեսնել։ Մենք խոսելու ենք թերևս ամենահայտնի կամ անկասկած խորհրդային շրջանի ամենաազդեցիկ հայերից մեկի Անաստաս Միքոյանի մասին։ Ու նաև մի գործի մասին, որի ժառանգությունը միանշանակ չի ընդունվում։ Եվ Հայաստանում մենք շատ նշանավոր աշխույժ բանավեճ ունեցանք Անաստաս Միքոյանի մասին։ Եվ հիմա արի սկսենք խոսել նրա մասին, քանի որ դու հենց նոր ես ավարտել քո գիրքը։ Այն լույս է տեսել 1 ամիս առաջ, չէ՞։ Այո, այն լույս է տեսել 2025 թվականի օգոստոսին։ Իրեւ սա է գիրքը։ Եվ նաև շապիկին բավականին հետաքրքրական մի նկար կա ընթերցողների համար։ Դիտողների համար ասեմ, որ սա Անաստաս Միքոյանի լուսանկարն է Սանայինը։ Նա վերադարձել է իր հայրենի գյուղը։ 1962 թվականին Հայաստան կատարած իր այցի ժամանակ է եկել։
Եվ սա իրականում այն բաներից մեկն էր, որը ես շատ հետաքրքիր համարեցի Միկոյանի վերաբերյալ իմ հետազոտության մեջ, քանի որ ես իրականում պարզեցի, որ նա շատ ավելի ներգրաված էր հայկական գործերում, քան շատերը ենթադրում են։ Այո, որովհետև մենք հիմնականում կենտրոնանում ենք նրա խորհրդային ժառանգության վրա, այլ ոչ թե հայկականի։ I mean, how did his background at his years in Caucasus shape his Ինչպես է Կովկասում անցկացած տարիները նրա անցյալը հետագայում ձևավորում նրա բնավորությունը կամ քաղաքական հայացքները։ He came from a poor but loving Armenian family. His father Նա սերում էր աղքատ, բայց սիրով լի մի հայկական ընտանիքից։ Նրա հայրը Հյուսն էր։ Եվ նա նաև ուներ, իհարկե, ինչպես գիտենք, եղբայր Արտյոմ Միկոյանը, հայտնի ինքնաթիռների նախագծող։ Բայց նրա հասունացման փորձը ոչ միայն սանայինն էր, այլև Թիֆլիսի ներսիսյան դպրոցը։ Ինչպես գիտենք, շատ հայտնի դպրոց է, որը տվել է շատ հայտնի հայ ազգային գործիչներ եւ հեղափոխականներ, որոնք մտել են պատմության մեջ, նաև արվեստագետներ։ Երվանդ Քոչարը, օրինակ, Ներսիսյան դպրոցի եւ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի մեկ այլ շրջանավարտ էր։ Այսպիսով, այս ամենը ազդեց Միկոյանի վրա, որ նա ի վերջո դառնա նաև հայկական համատեքստը եւ ինչպես նաև այս բազմազգ կովկասյան տարածաշրջանի միջավայրում նա հասկանում էր տարբերությունների եւ բազմազանության արժեքը եւ սա ազդեց նրա հետագա կարիերայի վրա, երբ նա օրինակ ղեկավարում էր Հյուսիսային Կովկասի բազմազանությունը եւ ավելի ուշ արդեն Հալոցկի շրջանի ժամանակ դա իրականում շատ կարևոր է, քանի որ կրկին խորհրդային դիսկուրսում, խորհրդային քննարկումների տեսական մակարդակում կար այս սլիայնի հասկացությունը, կոնցեպտը, հայ ազգերի միաձուլման գաղափարը, որ բոլոր ազգային տարբերությունները, ազգային առանձնահատկությունները սկսելու են անհետանալ եւ կստեղծի մի տեսակ միասնական համընդհանուր եղբայրություն։ Այո, մի տեսակ նոր խորհրդային մորթ կարելի է ասել, բայց Միկոյանը մերժեց այս սլիայնիայի գաղափարը եւ 1961 թվականի կուսակցական ծրագրում, երրորդ կուսակցական ծրագիրն էր դա, նա պաշտպանում է մեկ այլ կոնցեպտ՝ սբլիժենիա, ազգերի մերձեցման գաղափարը, որը հիմնականում ասում էր, որ այո, մենք իրականում միավորվում ենք որպես մեկ խորհրդային ժողովուրդ, բայց մեր միջև կան առանձնահատկություններ, եւ մենք պետք է հարգենք այդ տարբերությունը։ Եվ տարբերությունը հարգելու այս ամբողջ գաղափարը առաջին անգամ 1961 թվականին կամ 1958 թվականին չի արտահայտվել։ Նա, գիտեք, առաջ էր քաշում կուսակցության ծրագրի վերանայումներ, տարբերությունները հարգելու գաղափարը Միկոյանի մոտ իրապես ծագել է 1954 թվականին, երբ նա եկավ Երևան եւ ելույթ ունեցավ կոչ անելով վերականգնել, արտարացնել Չարենցի բարի անունը, կոչ անելով վերահրատարակել հայ ազգային գրողների Ռաֆի եւ Պատկանյանի ստեղծագործությունները եւ այլն։ Այո, մենք խոսենք այդ բոլոր հարցերի մասին, բայց կրկին վերադառնանք նրա երիտասարդ տարիներ։ Նա Բաքվի կոմունայի անդամներից էր։ Կոմունայի անդամ էր, չէ՞։ Ես վստահ չեմ, որ նա առաջատար անդամ էր։ Նա նշանակալի դեմք էր Բաքվի կոմունայում, շատ մտերիմ էր Ստեփան Շահումյանի հետ։ Նա Բաքվի 26 կոմիսարների ճակատագրից, այսինքն մահապատժից կարողացավ խուսափել զուտ պատահականության շնորհիվ։ Քանի որ նրա անունը պետք է լիներ մահապատիժների ենթակա բոլշևիկների ցուցակում։ Եվ ըստ էության տեղի ունեցավ այն, որ Բաքվի այս կոմիսարները փախչում են Բաքվից եւ գնում Կրասնովոդսկ։ Այսօր դա Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքն է։ Եվ այսպես տեղի ունեցավ հետեւյալը։ Այս տարածաշրջանը այդ ժամանակ կառավարվում էր, կարող ենք ասել, աջ SR-ների կողմից, աջ սոցիալ հեղափոխականների կողմից։ Ռուսաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի այս ժամանակահատվածում նրանք նույնիսկ դաշնակցեցին բրիտանացիների հետ։ Եվ բրիտանացիները, ինչպես գիտենք, Հնդկաստանում էին եւ շահեր ունեին անկասկած Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում։ Նրանք նաեւ միջամտեցին Կովկասի գործերին։ Մենք խոսելու ենք Արցախի, Ղարաբաղի մասին եւ բրիտանացիների մատը խառն էր նաեւ այստեղ։ Ես չեմ պատրաստվում հիմա խորանալ դրա մեջ, բայց այս սոցիալիստ հեղափոխականների կառավարությունը, որը կառավարում էր այս տարածաշրջանում, Տրանսկասպիում,
այսօրվա Թուրքմենստանի այս տարածքում հենց նրանք են մահապատժի ենթարկել կոմիսարներին եւ ամենայն հավանականությամբ բրիտանական որոշակի թողտվությամբ։ Հա, որովհետեւ հիշում եմ տարիներ առաջ նրա փախուստի մասին որոշ ենթադրություններ կային, բայց ի դեպ ոչ միայն նրան է հաջողվեց խուսափել մահից։ Բաքվի կոմիսարներից շատերի կանայք նույնպես եւ Շահումյանի որդիները, օրինակ Լև Շահումյանը հետագայում շատ կարևոր դեր խաղաց ապաստալինացման գործում հակամիութենական մակարդակով։ Նա նաև իհարկե ներգրաված էր մեծ խորհրդային հանրագիտարանի աշխատանքներում։ Հանրագիտարանի խմբագրի առաջի տեղակալի պաշտոնը ուներ։ Բայց այս Բաքվի կոմունայի անդամ լինելը ազդեցություն ունեցել նրա հետագա կարիերայի վրա, այդպես չէ։ Նա փաստորեն մի մասն էր այդ խորհրդանշական, այս սիմվոլիկ թիմի։ Դե Միկոյանը նույնպես փոխվում էր, գիտեք, զարգանում էր։ Սա իսկապես կարևոր է հայերի համար, հատկապես հասկանալ նրա ազգային հարցերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Այսպիսով այդ ժամանակահատվածում, երբ նա գտնվում է Բաքվի ինտերնացիոնալիզմի ազդեցության տակ, ազգային հարցերի վերաբերյալ նրա տեսակետը շատ ավելի ինտերնացիոնալիստական է։ Նույնիսկ Լենինին ուղղված իր 1919 թվականի դեկտեմբերի նամակում նա հիմնականում պաշտպանում է արևմտյան Հայաստանից հրաժարվելու միտքը։ Սա մի նամակ է, որը իրականում բավականին հայտնի է, որը եղել է քննարկման առարկա եւ Միկոյանի վերաբերյալ հայկական բանավեճերի մի մասը, բայց նա նաև ունի մի հետաքրքիր հատված, որտեղ ասում է, որ գիտեք, երբ մենք խոսում ենք ազգային հարցերի մասին, մենք չպետք է մտահոգվենք այս կամ այն սահմանով կամ այս կամ այն ազգային հանրապետությունով։ Մենք պետք է մտածենք բոլոր ազգերի, բոլոր աշխատավոր դասակարգերի միավորման մասին եւ այլն եւ այլն։ Բայց հետո երբ մենք հասնենք Խրուշչովի ժամանակահատված, կտեսնենք, որ նա գովաբանում է ազգային պետականության առավելությունները, այնպես ինչպես դա իրացվել է Խորհրդային Միությունում իհարկե եւ անշուշտ հայկական համատեքստում։ Բայց նույնիսկ դրանից առաջ, երբ նայում ենք նրա դերին Հյուսիսային Կովկասում, Կովկասի ղեկավարման գործում, կարող ենք ասել, որ նա նաև ազգային պետականության պաշտպանության մեծ կողմնակից է, մասնավորապես Չեչնիայի հարցում։ Նա նպաստում է չեչենական ինքնավար հանրապետության հաստատմանը։ Իրականում սկզբում այն մարզ էր, ապա դարձավ հանրապետություն, հետո միացավ Ինգուշետիային, հետո դարձավ Չեչենա-Ինգուշյան ինքնավար հանրապետություն։ Այնպես որ չեչենները պետք է շնորհակալ լինեն Միկոյանին, չէ՞։ Կարծում եմ կարելի է այդպես ասել։ Հիշում են նրանք դրա մասին։ Իրականում կարծում եմ հիշում են, քանի որ հետաքրքիր է, որ կա մասնավորապես ռուսերենով հրատարակված եւ Չեչնիայի Ինգուշետիայի վերականգնման մասին նյութերի հետաքրքիր երկհատոր ժողովածու։ Եվ այն իսկապես ընդգծում է Միկոյանի դերը չեչենների եւ ինգուշների վերադարձի եւ վերականգնման համար պայքարում, որի մասին ես խոսում եմ նաեւ այս կշկում, քանի որ պատերազմի ժամանակ Ստալինը եւ Բերիան, առաջին հերթին Բերիան, պաշտպանում էին Հյուսիսային Կովկասից ամբողջ ազգությունների տեղահանումը։ Միկոյանը դեմ էր դրան գոնե պաշտոնական հիմքով, որ դա վատ կանրադառնա Խորհրդային Միության միջազգային հեղինակության վրա։ Գլխավորն այն է, որ նա հետագայում հալոցքի ժամանակ նա առաջիններից մեկն էր, որ պաշտպանում էր այդ ազգությունների վերադարձը, նրանց արտարացումը։ Բոլոր դեպքերում դա չի հաջողվում, բայց մեծ մասում հաջող էր, բայց որոշ դեպքերում, ինչպես օրինակ Ղրիմի թաթարների կամ կարելի է հիշել Վոլգայի գերմանացիների դեպքում, նրանք չկարողացան վերադառնալ իրենց նախապատերազմյան հողերը։ Pro-Azerbaijani Քննադատություն կար, որ նա ադրբեջանամետ է։ Ոչ, դա այդպես չէ։ Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել։ Կարծում եմ, որ որովհետև հայերը համարում են, որ Միկոյանը միշտ ավելի ինտերնացիոնալիստ էր, քան ազգայնական։ Նրա դաշնակցության քննադատության նկատմամբ նման քաղաքականություն նույնպես կլսեք ցանկացած հայ բոլշևիկից կամ հայ սոցիալիստից։ Այս գրքի 4-րդ գլխում ես ընդգծել եմ նրա ներգրավվածությունը հայկական ազգային հարցերում եւ դաշնակցության կուսակցության քննադատությունը։ Միկոյանը հաստատակամ
հավատում էր, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է, մասնավորապես բոլշևիկյան Ռուսաստանի, մասնավորապես Ռուսաստանի խորհրդային սոցիալիստական ֆեդերացիայի, մասնավորապես կոմունիստական կամ խորհրդային Ռուսաստանի հետ։ Եվ նա իրականում դաշնակցականներին տեսնում էր որպես Հայաստանի ազգային անվտանգության դավաճաններ, արևմտյան տերությունների, դաշնակիցների հետ սիրախաղ անողներ։ Նա ասում էր, որ նրանք Հայաստանը, իրենց առաջին հանրապետությունը կապում էին անգլո-ամերիկյան կարգին, եւ դրա արդյունքը դա հայերին հասցրեց թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության։ Նա իրականում բացահայտորեն քննարկում է 1915 թվականի հարցը իր 1954 թվականի ելույթի սևագիր նշումներով, իսկ իր հուշագրություններում նա ավելի բացահայտ օգտագործում է գենոցիդ տերմինը։ Բայց նրա մտածելակերպի վրա իրականում ազդում էր այն, որ Հայաստանի աշխարհաքաղաքական փրկության, նրա աշխարհաքաղաքական պաշտպանության համար Ռուսաստանի հետ դաշինքը եւ Ռուսաստանի հետ ասոցիացումը ամենակարևորն են։ Եթե նայեք նրա անձնական տեքստերին, նրա հուշագրություններին, դա չափազանց հետևողական է այս հարցում։ Այն հարցում, որ Հայաստանի անվտանգության, Հայաստանի գոյության համար շատ կարևոր է նման կապ ունենալ Ռուսաստանի հետ։ Դա մի բան է, որը իրարամերժ կրկին կարելի է նույնիսկ ասել, որ արձագանքներ ունի այն ամենի հետ, ինչ մենք տեսնում ենք այսօր նույնիսկ ըստ էության Հայաստանում։ Իրականում նա շատ հաստատակամ է այդ կոնկրետ հարցի շուրջ, բայց նաև այն, ինչ նա տեսնում է Ռուսաստանին, ասում էր, որ սա չարյաց փոքրագույնը լինելու հարց չի, քանի որ վերջի վերջո Ռուսաստանը մեզ նաև մեծ մշակութային օգուտներ է բերել, մտավոր օգուտներ։ Ռուսաստանի հետ միավորումը մեզ մի տեսակ բերում էր այս ռուսական հեղափոխական դեմոկրատական շարժման, որի օրինակ հայկական ազգայնականությունը տվեց իր խոսքերով ճիշտ ուղղություն։ Այսպես օրինակ, երբ մենք խոսում ենք 19-րդ դարի մեծ հայ ազգային հեղափոխական գրողների մասին, մենք խոսում ենք օրինակ Ռաֆու մասին, որը ըստ էության մեծ ազդեցություն է թողել Բիկոյանի վրա, ինչպես նաև Աբովյանը, Նալբանդյանը, այլ գրողներ։ Նրանք գտնվում էին ռուսական հեղափոխական եւ ռուսական արմատական դեմոկրատական ավանդույթների ազդեցության տակ։ Այսպիսով, Միկոյանը նաև ընդգծում է, որ Ռուսաստանի հետ մեր կապի շնորհիվ ենք ունեցել կապը արմատական հեղափոխական դեմոկրատական շարժման հետ, նաև կապը եվրոպական մտավորական շարժումների հետ։ Եվ դա իսկապես բավականին կարևոր է Հայաստանի համար։ Այսինքն սա իրականում այն մարդը չի, ինչպես ընդունված է կարծել, որքան խորն է նա ներգրաված այս հարցերում, Սուրեն, որոնք մեզ համար անչափ կարևոր են, երբ խոսում ենք Հայաստանի պատմության, հայագիտության եւ այդ ամենի մասին, հասկանում ես, թե ինչպիսի հայ էր նա։ Եվ սա իրականում այն հետաքրքիր բաներից մեկն է, որ ես գտա այս նախագծի մեջ մտնելով։ Որովհետև ես միշտ հետաքրքրված էի առաջին հերթին խորհրդային Ռուսաստանի այս պատմության, որն իմ կարծիքով քիչ ուսումնասիրված է, որովհետև այսօրվա Հայաստանում, մասնավորապես բացի նաև Սփյուռքից, ուշադրության կենտրոնում են եղել այնպիսի հարցեր, ինչպիսիք են առաջին հանրապետությունը, կամ ցեղասպանություն, կամ Ղարաբաղյան հարցը։ And everything you see here in Yerevan, so much of it goes back to the Soviet times, and you can't. Մենք չպետք է մտածենք, որ ամեն ինչ գիտենք այս ժամանակվա մասին, թեև դա մի պատմություն է, որը շրջապատում է մեզ։ Երևան քաղաքում ամեն ինչ սկիզբ է առնում խորհրդային ժամանակներից, եւ դուք չեք կարող անջատել մեր առօրյան այդ ժառանգությունից։ Կան մարդիկ, որոնք սիրում են մտածել, որ մենք կարող ենք պարզապես անտեսել այս պատմությունը, բայց դա այդպես չէ։ Դա Հայաստանի անցյալի մի մասն է։ Ես միշտ հետաքրքրվել եմ խորհրդային Հայաստանի պատմության վերակառուցման, Արցախյան շարժումով, բայց հատկապես Միկոյանի դերի ապաստալինացման, վերականգնման գործում ինձ շատ է գրավել։ Մինչ դեստալինացմանը անցնելը, մինչ դրան անդրադառնալը, կարծում եմ պետք է քննարկել նաև նրա մասնակցությունը զտումներին։ Դա շատ կարևոր է, դա եւս մեկ քննարկման հարց է, քանի որ գիտես կա այն հայտնի հեռագիրը, նրա զեկույցները, որոնց մեջ նա ինքն էր առաջարկել
ավելացնելու Հայաստանում բռնաճնշումների համար նախատեսված մարդկանց քվոտան։ Եվ այստեղ պետք է հասկանալ, թե ինչպես էին համատեղում նրա կյանքի ստալինիզմի հետ կապված այս երկու թվացյալ հակասական փաստերը։ Դեստալինիզացիան եւ միևնույն ժամանակ այն, որ նա մասնակցել է այդ բռնաճնշումներին։ Որովհետեւ դեստալինիզացիան սերտորեն կապված էր բռնաճնշումների իր մասնակցության հետ։ Միկոյանը երևի մեղքի մեծ զգացում ուներ 1930-ականներին բռնաճնշումների դերի մասին։ Այսինքն դա մեղքի զգացում էր, ոչ թե պրագմատիկ քաղաքական հաշվարկ։ Ոչ, կարծում եմ այդպես չէ, քանի որ իրականում Միկոյանի մասին կա շատ սխալ կարծրատիպ, որ նա քաղաքական համոզմունքներ չուներ, որ նա պարզապես հարմարվող էր եւ հարմարվում էր, որ նա պարզապես, գիտեք, քամու հետ էր շարժվում, անկախ նրանից, թե ինչ վարչակարգ էր։ Բայց իրականում, երբ նայում ես օրինակ նրա դերին ազգային քաղաքականության բարեփոխումների վրա ազդելու գործում կամ նրա շատ ուժեղ նվիրվածությունը Խրուշչովի ժամանակների ապաստալինացմանը, եւ նա իդեպ բավականաչափ միայնակ էր այդ հարցում։ Գիտեք, նա Խրուշչովի ամենաուժեղ կողմնակիցն էր դեստալինացման հարցում, բայց 50-ականներին Ստալինի պաշտամունքի դեմ պայքարի հանդեպ մեծ դիմադրություն կար։ Մալենկովի, Կագանովիչի, Մոլոտովի նման մարդկանցից, ովքեր ի վերջո նրանք պարտվեցին։ Մենք խոսում ենք այսպես կոչված հակակոմուսակցական խմբակի գործի մասին, անտիպարտիյնա գրուպը։ Սա բոլոր կողմերից ընդունելի որոշում չէր։ Նույնիսկ հայտնի Սուսլովը, որը դեմ էր դեստալինիզացիային, դա մեզ հայտնի է։ Հիշեք նաև Իվան Դենիսովիչի կյանքից մեկ օր գրքի հրատարակման մասին եւ ինչպես Սուսլովը քննադատեց դա։ Սնեգովը եւ Շատունովսկայան, ովքեր իրականում երկու գուլագի վերապրող էին, ովքեր վերապրել էին գուլագը եւ մենք իրականում ունենք նաև գուլագից փրկվածներ, ովքեր վերադարձան եւ խորհուրդներ էին տալիս Միկոյան եւ Խրուշչովին 1954 թվականին։ Նույն թվականին իդեպ, երբ նա մարտին ելույթ ունեցավ Երևանում, բայց գիտեք, կային արդեն այս գուլագից վերադարձածները, գուլագի նախկին բանտարկյալները, որոնք վերադարձան եւ անձամբ սկսեցին օգնել նրանց։ Շատունովսկայան իդեպ ներգրաված էր Բաքվի կոմունայի գործունեության մեջ։ Նա Բաքվում Շահումյանի քարտուղարն էր։ Այնպես որ կար այդ ամբողջ հետագիծը։ Այսպիսով նա կա անցյալի Միկոյանի մեղքը, Մեղքը ինչի համար կոնկրետ։ Նախ եւ առաջ նա պետք է հասկանանք, որ որն է նրա դերը այդ ամբողջ բռնաճնշումների մեջ։ Ես չեմ ուզում բացահայտեմ գիրքը, քանի որ եթե դուք կարդաք գրքի առաջին գլուխը, ես փորձում եմ քննել այն խորապես, ավելի խորը, քան որևէ մեկը ստալինյան բռնաճնշումներում Միկոյանի դերի մասին։ Բայց գիտես, որոշ մարդիկ սիրում են գրքեր կարդալ սպոյլերներից հետո։ Լավ, հասկացա։ Այդ գլխում երբ խոսում ենք Հայաստանում տեղի ունեցած բռնաճնշումների մասին, կան որոշ գիտնականներ Հայաստանում, ովքեր փորձում են բաժանել խորհրդային բռնաճնշումները մի քանի փուլի։ 20-ականներին խորհրդայնացման ժամանակ, ապա կոլեկտիվացում, ապա ստալինյան ճնշումներ, բայց իրականում կարևոր է դիտարկել Հայաստանում ստալինյան զտումները եւ տեսնել, թե ինչպես են դրանք տեղի ունենում փուլերով։ Այսպիսով առաջին փուլը Ամատունի եւ Խաչիկ Մուղդուսի փուլն էր։ Այն բանից հետո, երբ Բերյան 1936 թվականին կրակեց Աղասի Խանջյանի վրա, ու դա հենց սպանություն էր, քանի որ հալոցքի ժամանակ շատ մանրակրկիտ հետաքննություն է անցկացվել այս հարցի շուրջ, ապացույցները մատնանշում էին այն փաստը, որ նա իրոք կրակել է Աղասի Խանջյանի վրա իր գրասենյակում։ Եթե նայենք Ստիվեն Կոտկինի Ստալինի մասին ծավալուն ուսումնասիրություններին, նա նույնիսկ, գիտեք, մի փոքր անդրադարձել է այս հարցին եւ գրում է. ինչպես կարող են ասել, որ Բերյան կրակել է Խանջյանի վրա, երբ հարևան սենյակում կուսակցական վերահսկողության կոմիտե կար։ Դրանք անկասկած կրակոցի ձայն կլսեին։ Դա ցույց է տալիս, որ Կոտկինը չի կարտացել Աղասի Խանջյանի արտարացման զեկույցը, որը շատ մանրակրկիտ արտարացման զեկույց է։ Ցավոք Աղասի Խանջյանի գործը այստեղ Երևանում արխիվում չկա։
1191 ֆոնդում, որը բռնաճնշվածների ֆոնդն է, ես դա չեմ գտել։ Այն ամենայն հավանականությամբ Մոսկվայում է, բայց մենք կարող ենք այստեղ ասել, հիմնվելով այստեղ Երևանում ունեցած նյութերի, ինչպես նաև Մոսկվայում ունեցած արխիվային հրատարակություններում հրապարակված նյութերի վրա, քանի որ կան զբորնիկները, այսպես կոչված զբորնիկի, որոնք հավաքել են արխիվային փաստաթղթեր, ցույց են տալիս, որ սա շատ մանրակրկին հետազոտություն է եղել։ Սակայն Կոտկինը ըստ երևույթի չի կարտացել սա, քանի որ կուսակցական վերահսկիչ կոմիտեն միակ կենդանի մնացած անդամը Իվանովն ավելի ուշ 50-ականներին հետաքննության ժամանակ վկայել է, որ իրականում նրանք այդ սենյակում կրակոցի ձայն են լսել, եւ որ հանձնաժողովի ղեկավարը գնացել է հետաքննություն անցկացնելու, ապա վերադարձել ու ասել է, որ Բերիան կրակել է խանջանի վրա, եւ որ ինքը տեսել է դա, եւ որ ոչ միայն տեսել է դա, այլ Մոսկվա վերադառնալու գնացքում նա ուրվագիծ է նկարել Ստալինի ձիակ հատակին պատկերելով, եւ Իվանովն տեսել է այդ ուրվագիծը, եւ նա սարսափել է դրանից եւ ոչնչացրել է ուրվագիծը։ Բայց սա այս գործից ստացած ապացույցների միայն մեկն է, իդեպ, բայց գլխավոր այն է, որ առաջին հերթին խանջանը միակը չէր, այլ դա մի ամբողջ խումբ էր Հայաստանում, որը ներառում էր ժամանակվա Հայաստանի առաջատար գրողներին, Չարենցին, Բակունցին, Թոթովենցին, նա նաև դեմ էր Բերիային եւ նրա Կոմկուսում իշխանության մենաշնորհ սահմանելու պահանջին։ Եվ հատկապես խնդրահարույց էր Բերիայի բոլշևիկյան կուսակցության պատմության մասին Անդրկովկասում գիրքը։ Ըստ էության, Ներսիկ Ստեփանյանն այս գրքի ամենամոլեռանդ քննադատն էր։ Ամեն դեպքում, երբ Խանջյանը ճանապարհից հեռացվեց, Բերիան ամբողջ թափով առաջ է շարժվում եւ իր դաշնակիցների Ամատունու եւ Խաչիկ Մողդուսու հետ սկսում է բռնաճնշումները Հայաստանում։ Նույնիսկ այս պայմաններում Ամատունին եւ Մողդուսին անցնում են իրենց սահմանները, երբ նրանց ձերբակալում են, ավելի ճիշտ ձերբակալում են Մոսկվայում։ Սա Գաբրիելյան նույնպես ձերբակալվել է Մոսկվայում, ապա տեղափոխվել Երևան։ Եվ Երևանում նրան հարձակնում են Հայաստանի ՆԿՎԴ-ում, Մողդուսիի գլխավորությամբ։ Եվ այնուհետև նա, ըստ էության, կամ իրեն դուրս է նետում, կամ ընկնում է Երևանի ՆԿՎԴ-ի շենքի 3-րդ հարկի պատուհանից։ Սա այսօր Երևանի ազգային անվտանգության ծառայության շենքն է Միչելոց։ Եվ ինչ է պատահում, Ստալինը զայրանում է, քանի որ ոչ ոք նրան չի տեղեկացրել։ Այսպիսով տեղի է ունենում Հայաստանում բռնաճնշումների երկրորդ ալիքը, երբ Ստալինը խումբ է ուղարկում Երևան։ Եվ իր նամակի ուղեկցությամբ այս նամակի պատճեն գտնվում է Գարֆում, Ռուսաստանի պետական արխիվում։ Ակնհայտ է, որ դրա պատճենը կա նաև Երևանում, բայց ես չկարողացա գտնել հայկական արխիվներում, բայց որտեղ Ստալինը բացահայտ ասում է, որ ես Մալենկովին ուղարկել եմ տեղում հետաքննություն իրականացնելու մասին, այդ նամակը կա, ոչ թե Միկոյանին, այլ Մալենկովին։ Նա իրականում բավականին կարևոր է, քանի որ Միկոյանը ժամանում էր շատ ավելի ուշ։ Այսպիսով, սեպտեմբերի 14-ից մինչև գուցե հոկտեմբերի 20-ը, սա երկրորդ փուլն է, որի ընթացքում Հայաստանի ՆԿՎԴ-ի լիազորությունները կասեցվում են, եւ Մոսկվայից ժամանած ՆԿՎԴ-ի մի բրիգադ գալիս է եւ այդ ընթացքում կառավարում Հայաստանի ներքին գործերը։ Այսպիսով, Միխայել Լիտվինն իր 5 հոկանոց բրիգադայով ըստ էության ղեկավարում է Հայաստանի ներքին գործերը սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 20-ը։ Եվ Միկոյանը այստեղ է ուղարկվում Մալենկովի ժամանումից մոտ 1 շաբաթ անց։ Իրականում պետք է հասկանալ, որ Երևանում ամբողջ ՇԿ-խմբով դա նա է, Մալենկովն է, Լիտվինն ու բրիգադն է, եւ դա նաեւ Մալենկովի անձնական օգնական Դմիտրի Խուսխանովն է, եւ նաեւ մի քանի ուրիշներ, ինչպես Դոնսկոյը, եւ նաեւ պարտիական շինարարության թերթի խմբագիրը։ Եվ այսպես նրանք բոլորը ժամանում են Երևան, բայց մինչև Երևան հասնելը կանգ են առնում Թիֆլիսում, եւ ամբողջ հարցը քննարկում են նախ Բերիայի հետ, եւ նրանից խորհուրդ են հարցնում։
Իսկ Միկոյանը անմիջապես չի ժամանում։ Նա չի ժամանում Հայաստան մինչև 1937 թվականի սեպտեմբերի 20-ը, որը աներևակայելի կարևոր ամսաթիվ է, քանի որ ինչ է կատարվում 1918 թվականի սեպտեմբերի 20-ին, մենք դրա մասին խոսեցինք այս ոդկասթի սկզբին, ինչ է կատարվում 1918 թվականի սեպտեմբերի 20, Բաքվի կոմունը, այո, անկասկած Բաքվի կոմուննա, և սա Բաքվի 26 կոմիսարների սպանությունն է, Բաքվի 26 կոմիսարների մահապատիժը, այսպիսով Ստալինը ուղերձ է խաղում Միկոյանին, հետևեք իմ կամքին, թե չէ, և այսպես մենք ունենք փաստագրական նյութեր արխիվներից, որտեղ Ստալինը Միկոյանին այդ օրը ուղարկում է Երևան, և դրանցից պատճեններ են ստացվում Մոսկվայի, ես դրանից պատճեններ եմ ստանում Մոսկվայի Մեմորիալ ընկերությունից դեպ։ Այսպիսով ես նաև աշխատում եմ Մեմորիալի հետ գրքի այս գլուխը գրելիս։ Նա ժամանում է Երևան, և հենց այդ ժամանակահատվածում մենք ունենք բռնաճնշումների ավելացման խնդրանք։ Չնայած սկզբնական խնդրանքը Միկոյանինը չէ։ Դա խնդրանք է, որը Միկոյանը, Մալենկով և Լիտվինը ներկայացնում են Եժովին ու Ստալին։ Եվ Միկոյանը, ինչպես պետք է հասկանանք խորհրդային պատմության ժամանակահատվածում, բայց նաև ողջ խորհրդային պատմության ընթացքում միշտ դեմ է եղել խնդիրների բռնի լուծումների։ Եվ ես իրականում կարծում եմ, որ ինչը կարծես ցույց է տալիս ապացույցները, որ սա ավելի հավանական է, որ առաջարկը այս նախաձեռնությունը եղել է Մալենկովից և Լիտվինից, և որ Միկոյանը, որպես կուսակցության ամենաբարձրաստիճան պաշտոնյա, ստիպված է եղել այդ առաջարկը ուղարկել իր անունից Մոսկվա։ Բայց նա չէր ուզում առաջարկը մենակ ուղարկել, և նա ուզում էր պատմության առաջ սերունդների համար ցույց տալ, որ նա իրականում իրենցից մեկն է եղել։ Այսպիսով, այս 3 տղամարդիկ են ստորագրել այս նամակը, որովհետև պետք է մտածել, որ երբ Լիտվին և Մալենկովը ժամանեցին Երևան, առաջին կատեգորիայի բռնաճնշումների թիվը զգալիորեն աճեց, որովհետև ըստ էության, ամատունին 1937 թվականի հուլիսին Ստալինին առաջարկեց, որ Հայաստանում առաջին կատեգորիայի բռնաճնշումները, այսինքն անհապաղ ձերբակալությունը և մահապատիժը, սա կլինի մոտ 500 հոգի։ Եվ փաստորեն, երբ Մալենկովը ու Լիտվինը ժամանեցին Երևան և Մալենկովը ժամանեց, նա ըստ երևույթին իր գործերը չվարեց, երբ ժամանեց Երևան։ Նա իր գործերը չէր վարում Հայաստանի կենտրոնական կոմիտեի շենքից։ Մենք պետք է հասկանանք, նա ամեն ինչ ղեկավարում էր Հայաստանում գտնվող ՆԿՎԴ-ի շենքից։ Սա շատ դաժան բռնաճնշումներ էին։ Հայաստանում շատերը հույս ունեին, և սակայն նաև 1957 թվականի վկայություններում, երբ Մալենկովն այսպես ասած տաք կատորիներ նստած այն ժամանակ, հակակոմունիստական խմբի հարցով, այլև նույնիսկ 50-ականների սկզբի վկայություններով, հայերի վկայություններով, և մենք նայում ենք արխիվի 1191 ֆոնդը, որտեղ 50-ականների սկզբին մարդիկ ասում էին, այո, մենք հույս ունեինք, որ երբ Մոսկվայից կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները գան այստեղ, նրանք կհասկանան, թե ինչ են արել Ամատունին ու Մուղդուսին, և նրանք այդքան բաց կլինեն, որ կբացահայտեն ղեկավարության իրական չարաշահումները։ Փոխարենը, մենք ստացանք հին բոլշևիկների նկատմամբ բռնաճնշումներ, և որ Երևանի ՆԿՎԴ-ի շենքի խցերը լցված էին կուսակցական աշխատողներով, որ մարդիկ այստեղ էին ուղարկվում գրեթե ամեն գիշեր, սարսափելի իրավիճակ էր, և այսպես այդ ժամանակահատվածում միայն այդ միջամտության շրջանում 1937 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 1937 թվականի հոկտեմբերի 20-ը միայն այդ ժամանակահատվածում տեղի ունեցել 500 հատ առաջին կատեգորիայի բռնաճնշում։ Այսպիսով, իրականում տեղի ունեցավ այն, որ երբ Մալենկովն ու Լիտվինը ժամանեցին Երևան, բռնաճնշումների թիվը գերազանցել էր Ամատունի կողմից հուլիսին սահմանված քվոտան, և նրանք հասկացան, որ մենք պետք է դիմենք Մոսկվային, որ մենք պետք է մեծացնենք քվոտան։ Այսպիսով դա մի տեսակ հետադարձ գործողություն էր, հա։ Այո, և Միկոյանը, որպես ամենաբարձրաստիճան ղեկավար, պետք է իր վրա վերցներ պատասխանատվությունը և պետք է այս հարցումը ուղարկեր Մոսկվա։ Միկոյանը հավանաբար չէր ուզում այդ ուղարկել իր սեփական նախաձեռնությամբ, ուստի ասաց՝ լավ,
Դուք նույնպես ստորագրեք սա։ Ահա թե ինչու է այդ հարցումները առաջին եւ երկրորդ կատեգորիայի բռնաճնշումների մասին։ Այո, բայց գիտեք, մարդկանց ընկալման մեջ հայ լինելը պարզապես ավելի սարսափելի էր դարձնում այդ ամեն ինչը։ Անկասկած, եւ այդ պատճառով էլ դա իրականում իսկապես ծնում է Միկոյանի մեղքի զգացումը, քանի որ նա իր սեփական երկրում էր։ Մենք խոսում ենք, կարելի ասել, 1915 թվականի ցեղասպանությունից 20 տարի անց տեղի ունեցածի մասին, ինչը իրականում մի բան է, որը իսկապես ազդում է Միկոյանի մտածողության վրա։ Այսպիսով սա ազդում է նրա մեղքի վրա այս հարցում։ Իդեպ Միկոյանի հիմնական խնդիրը այս ընթացքում Հայաստանի ղեկավարության փոխելն էր։ Իրականում օգնել այս հարցում, կարելի ասել, Ամատունիից հետո նոր ղեկավարության հաստատումն էր։ Հենց Բերյան էր, որ առաջարկեց առաջին քարտուղար Արուտինովին, որ Գրիգոր Արուտինովը դառնա Հայաստանի առաջին քարտուղար։ Միկոյանը մի քանի այլ մարդկանց էր առաջարկել այնտեղ լրացուցիչ պաշտոնների զբաղեցնելու համար, եւ իրականում կարող ենք ասել, որ այդ անձին, որոնք նա առաջարկել էր, տարեվերջին ձերբակալվեցին։ Սա մեզ ցույց է տալիս 1937 թվականին Հայաստանում այս բռնաճնշումների բնույթի մասին։ Եվ իրականում Հայաստանում բռնաճնշումների երրորդ ալիքը, որը վերաբերում է այս երեք փուլերին, Արությունովի նաև դարաշրջանի վաղ շրջանն է։ Դա միջապես 1937 թվականի հոկտեմբերից մինչև գուցե 1939 թվականի սկիզբն է, երբ Հայաստանում NKVD-ի նոր ղեկավարն նշանակվել եւ դրանից հետո ըստ էության ամբողջ մեծ տերորի կամ մեծ զտման այս ամբողջ քաղաքականությունը սկսվեց, շարունակվեց, որովհետեւ կրկին նույնիսկ գիտնականներն են քննարկում այս գաղափարը, արդյոք տեղին է ասել մեծ տերոր, թե մեծ ստում, նման բաներ։ Ուզում եմ մի կողմ դնել պատմագրական հարցը։ Այո, դա այսօր մեր խնդիրը չէ, այո։ Այս թեմայի վերաբերյալ իմ հետազոտությանը չափազանց մանրամասն է։ Եվ ինձ համար զարմանալի է այս թեմայի մեջ մտնելու այն, որ որքան շատ ենք խոսում Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումների մասին, եւ այսօր մենք ունենք մարդիկ, ովքեր ուսումնասիրում են Հայաստանում ստալինյան բռնաճնշումների հիշողությունը, սակայն ոչ ոք չի կազմել ստալինյան բռնաճնշումների լավ քաղաքական պատմությունը։ Եվ իրականում ոչ ոք չգիտեր այս 1937 թվականի միջամտության վերաբերյալ այս կոնկրետ մանրամասների մասին։ Եվ հիմա մենք ունենք դրա մասին տեղեկատվություն։ Այսպիսով այս գլուխը անչափ կարևոր է ինձ համար, կարծես թե հիմքը դնելու համար։ Բայց ոչ միայն, քանի որ բռնաճնշումների վերաբերյալ իմ գտած նյութերը նաև վերաբերվում են արտարացմանը եւ ապաստալինիզացիային։ Այսպիսով 1191 հայկական արխիվի 1191 ֆոնդի նյութերը գանձարան է ոչ միայն ստալինյան բռնաճնշումների քաղաքական ընթացքը հասկանալու, այլ արտարացման, ապաստալինիզացման եւ այլ տեսակի հարցերի քաղաքական ընթացքը հասկանալու համար, որոնք իսկապես կարևոր են Հայաստանի պատմության ավելի ուշ շրջանի համար։ Նաև ուզում եմ ավելացնել, որ Ստալինը 37 թվականին այս միջամտության ժամանակ ամեն ինչ շատ ուշադիր հետևում էր Մոսկվայից։ Այսպիսով իհարկե մենք ունենք նման պատմություններ նույնիսկ Հայաստանում, որտեղ շատերն ասում են, որ Ստալինը տեղյակ չէր բռնաճնշումների մասին կամ չգիտեր կամ նման մի բան։ Մենք գիտենք, որ նա գիտեր, քանի որ այս կոնկրետ ժամանակահատվածում նա ամեն օր խոսում է Մալենկովի հետ, հարցնում նրան, թե ինչ է կատարվում տեղում, եւ դա միայն բավականին հետաքրքիր է, նաև բավական հետաքրքիր է, քանի որ դա նաև ցույց է տալիս, որ Մալենկովը Ստալինի տեսանկյունից համարվում էր նրա աչքերն ու ականջները, որ նա իրականում բավականաչափ չի վստահում Նիկոյանին, որովհետև անընդհատ շփվում է Մալենկովի ոչ թե Նիկոյանի հետ այս հարցերով, նա ավելի շատ կապի մեջ է Մալենկովի հետ, հարցնելով ինչ է կատարվում, ինչպես են ընթանում գործերը, ինչ է ձեզ պետք։ Օրինակ, Ամատունին Մալենկովի Երևան ժամանելու սկզբնական նպատակ Բուդիսին եւ Գուլյանին ձերբակալելն էր։ Ստալինը ասաց, դուք պետք է ձերբակալեք Հայաստանի կոմունիստական կուսակցության այս կոնկրետ առաջնորդներին։
Okay. So that kind of lays it all out there. Yeah. And now coming to this de-Stalinization project and his pivotal role in this dismantling. Լավ, եւ հիմա անդրադառնանք այն ապաստալինացման նախագծին եւ նրա կարևոր դերին այս ապամոնտաժման Ստալինի կերպարի, Ստալինի պաշտամունքի ապամոնտաժման եւ Ստալինի բռնաճնշող ժառանգության մերժման գործին։ Այսպիսով եկեք տեսնենք այստեղից մեր ոդկասթի այսպիսով եկեք սկսենք այստեղից մեր ոդկասթի հաջորդ հատվածը որ կանով էր նա Միկոյանը ներգրաված այս գործընթացում դուք ասացիք որ նա այս գործընթացի առաջատար դեմքն էր եւ ովքեր են ներգրաված եւ ես ուզում եմ որոշակի մանրամասն լսել դրա մասին recently from Harvard University Press, actually not recently, more like about 10 years ago, by Kathleen Smith, called Moscow 1956, right? Or you have Harvard-ի համալսարանի հրատարակությունում հրատարակվել է մի գիրք, իրականում ոչ վերջերս, ավելի շուտ, ավելի քան 10 տարի առաջ, Kathleen Smith-ի կողմից, Մոսկվա 1956 թվական վերնագրով։ Կամ ունենք Ստիվեն Կոհենի զոհի վերադարձը գիրքը, կամ կա Նենսի Ադլերի գիրքը Գուլագի զոհերի վերադարձի մասին։ Իրականում նա երկու գիրք է գրել այդ թեմայով, բայց դրանք բոլորը խոսում են Միկոյանի դերի մասին այս գործընթացում։ Եվ թե ինչպես է Միկոյանը անձամբ ճանաչել այդ անհատներին, ովքեր հայտնի դարձան որպես Խրուշչովի զեկեր, Զակլուչոննի նախկին քաղաքապետարներ գաղափարը, որոնք Խրուշչովին խորհուրդ էին տալիս ապաստալինիզացման հարցում։ Այսպիսով դա բավականին հայտնի էր, բայց այն ինչ հայտնի էր, հատկապես հայկական, գիտեք, հայկական պատմագրության առումով, թե Արևմուտքում, թե նույնիսկ Հայաստանում, այնպես որ դա վերաբերվում է ոչ միայն օրինակ Մերի Մատոսյանի խորհրդային քաղաքականության դեցությունը Հայաստանում գրքին, այլև Ամատոնի Վիրաբյանի գրքին, որտեղ խոսքը պատերազմից հետո խորհրդային Հայաստանի մասին էր։ Եվ նրանք խոսում են Միկոյանի 1954 թվականին ունեցած ելույթի մասին, որտեղ նա կոչ է անում Չարենցին արտարացնել։ Եվ այս ամենի հետ կապված իմ ասածն այն է, որ երկու պատմությունները, այս ամբողջ պատմությունը մի մակարդակում ունեինք Միկոյանի դերը համամիութենական տեսանկյունից դեստալինիզացիայի գործում, ապա հայկական տեսանկյունը դրա մասին, բայց ոչ ոք երբեք այդ ամենը միասին չէր ամփոփել։ Ես ուղղակի ուզում էի մեր ունկնդիրներին պարզաբանել, որ Միկոյանը 1954 թվականին նշանակալի այց կատարեց Երևան, ելույթ ունեցավ եւ արտարացրեց որոշ ազգային գրողներին եւ գործիչներին, Չարենց, Անդրանիկը, չէ՞ նաեւ։ Ոչ, Անդրանիկը շատ ավելի ուշ է հայտնվում։ Չնայած նա մասնակցել էր այդ արտարացմանը, իդեպ չնայած դա շատ վիճարկվել է խորհրդային տարիներին, քանի որ ադրբեջանցի գրողները, կային որոշ ադրբեջանցիներ, որոնք դեմ էին Անդրանիկի վերականգնման այս գաղափարին։ Բայց եթե նայենք, ինչպես ասեմ սա, եթե նայենք Միկոյանի հուշագրությունների խորհրդային շրջանի հրատարակությանը, նա ընդգծում է, որ գիտեք, Անդրանիկը մի պահ հավատարմության երդում տվեց Բաքվի կոմունային։ Նա իր սուրը նվիրեց Հայաստանի ազգային պատմության թանգարանին, այնպիսի մի բան։ Այսպիսով Միկոյանը Մարշալ Բաղրամյանի հետ միասին մասնակցում էին խորհրդային Հայաստանի կառավարության այս ջանքերի 60-ականներին վերականգնելու Անդրանիկի անունը կամ անելու Անդրանիկի վերականգնման մասին ինչ որ հնարավոր է։ Բայց դա դեռ այս ելույթում չէր։ Դա շատ ավելի ուշ է։ Լավ, վերադառնալով 1954 թվականի ելույթին, կարող ես նկարագրել ելույթը, թե ինչի մասին էր այն եւ Միկոյանը ինչ ձևակերպումներ էր անում։ Այսպիսով նախ եւ առաջին հերթին մենք խոսում ենք այն մասին, որ նա մեկ ելույթով արտարացրեց Չարենցին։ Դա ամբողջովին ճիշտ չէ, քանի որ նա կոչ էր անում նրան արտարացնել։ Ահա թե ինչու եմ ասում, որ նա կոչ էր անում նրա արտարացնել։ Սակայն Չարենցի վերականգնման գործընթացն իրականում չի ավարտվել մինչև 1955 թվականի մայիսի 25-ը։ Իսկ ելույթը 1954 թվականի մարտի 11-ին էր։ Բայց եթե նայենք Աքսել Բակունցի արտարացմանը, որտեղ ասում է, որ Չարենցը արդեն արտարացվել էր 1954 թվականի մարտի 11-ին Միկոյանի ելույթով,
նաև կհասկացվի ինչի նկատի ունեն։ Այսպիսով նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում կա որոշակի հակասություն։ Արդյոք Չարենցին արտարացրել են 54 թվականի մարտի 11-ին, կամ կարող ենք ասել, որ նա արտարացվել է 1955 թվականի մայիսի 25-ին։ Սա հետաքրքիր պատմագիտական հարց է, բայց միևնույն է, հարցն այն է, որ Միկոյանը եկավ Երևան եւ ըստ էության ասաց, որ մենք բավականին դեմ ենք եւ իրավացիորեն դեմ ենք ազգային շովինիզմին, բայց մենք պետք է նաեւ նույնքան ուժով դեմ լինենք ազգային նիհիլիզմին։ Եվ ի վերջո մենք չպետք է անտարբեր կամ ապազգային լինենք ազգային մշակույթների նկատմամբ։ Եվ որ նախկին խորհրդային Հայաստանի իշխանությունները շատ անզգամ էին, Ռաֆի, ինչպես նաև Ռաֆել Պատկանյանի պատմական ժառանգության նկատմամբ, որ նա հասավ այն կետին, որ նույնիսկ Պատկանյանի արձանը հասավ հանվեց Էջմիածնից։ Միկոյանը սա ասում է ելույթում, ինչպես նաև Ալեքսանդր Մյասնիկյանի հիշատակը վերականգնելու մասին էր խոսում, որ գիտեք գրեթե աննկատելիորեն ջնջվել էր խորհրդային պաշտոնական պատմագրության մեջ։ Եվ վերջապես ամենակարևորը նա կոչ էր անում արտարացնել Չարենցին։ Եվ այդ ելույթում, այդ ելույթի ձայնագրության մեջ, որ մենք ունենք հայկական արխիվներից, բայց նաև հիշատակում է, երբ նա հիշատակում է Չարենցի անունը, Դալիչը պայթում է ծափահարություններով, մոտ 30-35 վայրկյան։ Եվ մենք նաև ունենք կրկին Ռեգինա Ղազարյանի հիանալի հուշագրությունները, ով Չարենցի ընկերուհին էր, նկարչուհի, ու նա ասաց, որ այդ պահին, երբ լսեց այս ելույթը, կարծում եմ նա ռադիոյով էր լսել, նա այնքան ոգևորվեց, որ կիսատ, որ տենց մի կերպ դուրս եկավ եւ իր սեփական խոսքերն էր հայերեն տեքստից, որպեսզի նա հանի Չարենցի այն ձեռագրերը, որոնք նա թաղել էր հողի մեջ, գիտեք, մենք խոսում ենք 17 տարի առաջվա մասին, այսինքն նա միջև այդ թաղել էր իր տեքստեր եւ հիմա հանում էր գետնի տակից։ Գիտեք, սա նաեւ այն է, որ նույնիսկ այս դեպքում դա ելույթ էր, որը իրոք ազդեցություն ունեցավ Չարենցի վերածննդի վրա։ Եվ ոչ միայն դա, նույնիսկ եթե գնանք Չարենցի տուն թանգարան Մաշտոցի պողոտայում, այնտեղ կա Ղազարյանի մի նկար, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչպես նա 1937 թվականին բռնաճնշումների տարին եւ 1954 թվականը ազատագրման տարին, երբ նա ազատում է ձեռագրերը հողից։ Ոչ թե 1956 թվականին, ոչ թե Խրուշչովի ելույթը, երբ նա դատապարտում էր Ստալինին, սա տեղի ունենով Խրուշչովի կողմից Ստալինի դատապարտումից 2 տարի առաջ։ Այս ժամանակահատվածում, որը պատմաբան Նենսի Ադլերը անվանում է լուր դեստալինիզացիա, մինչև Ստալինի պաշտոնապես դատապարտումը մի տեսակ լուր քայլեր են ձեռնարկվում Ստալինին աստիճանաբար հեռացնելու ուղղությամբ։ Նույնիսկ ելույթում ազգային քաղաքականություն է նկատվում։ Միկոյանը նա գրեթե չի հիշատակում Ստալինին։ Նա ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնում է Լենինյան ազգային քաղաքականության, Լենինյան ներդրման վրա։ Այսպիսով կրկին նա շեում է թեման Ստալինից դեպի Լենին։ Սա կոմունիստական եւ խորհրդային համակարգի վերալենինացման գաղափար է։ Եվ սա այս գաղափարն է, որ նա առաջ է քաշել 1954 թվականին Երևանում, եւ որ մենք պետք է ավելի զգայուն լինենք ազգությունների եւ ազգային մշակույթների մտահոգությունների նկատմամբ։ Այո, եւ նրա ծրագիրը խորհրդային միության ապակենտրոնացման, հանրապետությունների ավելի մեծ ինքնավարության տրամադրելու վերաբերյալ, բայց ամենահետաքրքիրը Սուրեն, ինչ տեղի ունեցավ, մենք խոսում ենք 1954 թվականի մարտի 11-ի մասին։ Նա ելույթ է ունենում Երևանում, բայց մինչև իմ գիրքը քիչ հայտնի էր, որ մեկ շաբաթ առաջ 1954 թվականի մարտի 18-ին նա ստեղծում է վերանայող հանձնաժողով։ Իրականում լավ, ես չպետք է ասեմ, որ նա ստեղծում է այն, բայց նրա անունով վերանայող հանձնաժողով է ստեղծվում խորհրդային Հայաստանում, որի կազմում են հանրապետական առաջատար պաշտոնյաները։ Սուրեն Թովմասյանը, որն այդ ժամանակ առաջին քարտուղարն էր, Անտոն Քոչինյանը, Յակով Զարուբյանը, խորհրդային Հայաստանի պատմության այս շրջանի բոլոր հայտնի անունները։ Եվ Միկոյանի անունով հանձնաժողով էր ստեղծվում, որին հանձնարարված էր քննել Միկոյանին ուղղված արտարացման վերաբերյալ դիմումները։ Դրանց մեծ մասը վերաբերվում էր արտարացմանը։
Կային նաև որոշները, որոնք վերաբերվում էին բարելավումներին, ասենք Երևան քաղաքում եւ այս ամենը եւ դա իհարկե բոլորովին այլ հարց է։ Միկոյանի դերը խորհրդային Հայաստանի Հանրապետությունում բարելավումների վերաբերյալ հայ ղեկավարների խորհրդատվություն տրամադրելու եւ խորհրդային Հայաստանում խոշոր տնտեսական նախագծերի հարցում հայ ղեկավարներին օգնելու գործում, ինչպես օրինակ Արփաս Սևան թունելն է, կարող եմ նշել, բայց միևնույն է այդ ժամանակահատվածում ստեղծվել է մի հանձնաժողով, որ մենք ունենք ապացույցներ, իրականում այդ հանձնաժողովը մենք ունենք արխիվային ապացույցներ, այստեղ Երևանում այս հանձնաժողովի ստեղծման մասին, բայց նաև Մոսկվայում, Գարֆում, պետական արխիվում մենք ունենք նաև Միկոյանի հաղորդագրությունները Քոչինյանի հետ, այս հանձնաժողովի աշխատանքի եւ նրա աշխատանքներին մանրակրկիտ ներգրավվածության մասին։ Նա անձամբ ներգրավված է այս բոլոր արտարացումների գործերում։ Նա անձամբ է ստորագրում յուրաքանչյուր գործ, եւ նա նաեւ պետք է մտածել, որ ստացել է արտարացման խնդրանքներ Լավրենտի Բերիայի ձերբակալության պահից ի վեր, անմիջապես։ 1953 թվականի մահապատիժը կարելի է նույնիսկ ասել, որ սկսվել է Բերիայի ձերբակալության ժամանակներից, նույնիսկ ոչ մանրապատժից, քանի որ մենք արդեն ունենք Լեռ Կամսարի վկայությունը այստեղ հայկական արխիվներում, որ Լեռ Կամսարը ըստ երևույթի դիմում է ուղարկել Միկոյանին իրեն արտարացնելու համար։ Միկոյանը դիմումը ուղարկել է Արութինովին, ով դերևս առաջին քարտուղար էր, եւ ի վերջո Լեռ Կամսարը արտարացվեց։ Բայց դրա մասին նույնիսկ մի ամբողջ գործ կա այստեղ Երևանում։ Բայց Միկոյանը ստանում էր այլ խնդրանքներ։ Նա զգում էր, որ եթե ես ելույթ ունենամ Երևանում, դա ազդանշան ուղարկի ինձ դիմողներին, որ պետությունը բաց է արտարացման համար։ Այն բաց է, որ մենք բաց են գործերի վերանայման համար։ Եվ իսկապես ելույթ ունենալուց հետո նրա ստացած բողոքարկումների թիվը սնկի նման աճում է։ Եվ այդ պատճառով էլ ստեղծվեց այս հանձնաժողովը նրան օգնելու համար լուծել այս, գիտեք, բողոքարկումները։ Եվ իրականում դա արվեց խորհրդային Հայաստանի պետության խորը ներգրավվածությամբ։ Այնպես եւ նա եւ խորհրդային Հայաստանի իշխանությունները միայն աշխատում էին ապաստալենիզացման այս ամբողջ գործընթացի վրա։ Սա մեզ նաեւ բերում է մեկ այլ բանի, որը արևմտյան գիտական գրականության մեջ այս նոր միտումը, որը կարծում եմ կարելի է ասել ապակենտրոնացնում է խորհրդային պատմությունը, միայն Մոսկվայի տեսանկյունից պատմությունը, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է խորհրդային պատմությունը ծավալվում խորհրդային միության տարբեր մասերում, ինչպես են ԽՍՀՄ տարբեր մասերը ազդում ընդհանուր խորհրդային պատմության վրա, ինչպես է Հայաստանը, Միկոյանը եւ նրա ելույթի միջոցով ազդեցություն ունենում ապաստալենիզացման ամբողջ համամետնական գործընթացի վրա։ Ահա թե երբ ենք խոսում Միկոյանի ժառանգության մասին։ Այսինքն ոչ միայն շատ հեշտ է ասել այո, ես երբեք այս տեսանկյունից չեմ մտածել, որովհետև եւ դա ինձ համար բավականին զարմանալի էր, որ 10 տարի առաջ, երբ նրանք այս մեծ բանավեճն ունեին Միկոյանի մասին Հայաստանում, ոչ ոք չէր խոսում նրա դերի մասին դեստալինիզացիայի գործում։ Նրա հակառակորդները խոսում էին նրա դերի մասին ստալինյան բռնաճնշումներում։ Նրա կողմնակիցները խոսում էին նրա դերի մասին միջազգային դիվանագիտություն, Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ, բայց ոչ ոք չէր խոսում նրա դերի մասին դեստալինիզացիայի գործում։ Որն ինձ համար բավականին կարևոր է, քանի որ այդ 1954-ի ելույթը ոչ միայն սկիզբ է դնում Հայաստանի ապաստալինիզացման այդ ամբողջ գործընթացին, իրականում ավելի վաղ քան խորհրդային միության մյուս մասերում։ Գիտեք, ես նկատի ունեմ, որ հայկական միտքը իրականում ավելի վաղ է սկսվում, քան ասենք գուցե կարելի է ասել ուկրաինական միտքը կամ նույնիսկ տարբեր մասերում Կենտրոնական Ասիայում, այլ տեղերում, բայց այս գործընթացը Հայաստանի համար սկսվում է ավելի վաղ, ելույթի պատճառով։ Հայերի համար ծնհալի այս շրջանը սկսվում է իրականում 1954 թվականին, այլ ոչ թե 1956 թվականին։ Եվ դա մեզ նաև հասցնում է 1965 թվականի իրադարձություններին, այդպես չէ։ Որովհետև դուք չեք կարող ունենալ 1965 թվականի ցեղասպանության վերաբերյալ ցույցեր Երևանում առանց Միկոյանի 1954 թվականի ելույթը։ Եվ դուք չեք կարող ունենալ, անշուշտ դուք չի կարողանում ունենալ 1988 թվականի Արցախյան շարժումը, որ այդ ելույթը 1954 թվականին
եւ այս դենհալը հնարավոր դարձրեցին այս զարգացումները 1965-ի եւ 1988 թվականն Հայաստանում։ Այսպիսով հայկական պատմագրության մեջ այս խոսքը լավ չի ուսումնասիրվել։ Մասամբ այն պատճառով, որ Միկոյանի մասին արխիվային նյութերի մեծ մասը գտնվում է Մոսկվայում։ Կան ամբողջական գործեր Մոսկվայում, Էրգասպիում, Գարֆում, Միկոյանի անձնական գործերում, ամբողջական գործեր, որոնք ամբողջությամբ հայերեն լեզվով են։ Դուք նույնիսկ կարող եք տեսնել ձելոներ, փաթեթները, որ նրանք պարզապես կոչել են դա տարածված չէր, չէ՞, այդ ժամանակվա նամակագրության մեջ հայերեն գրելը։ Այո, բայց դուք նույնիսկ կարող եք տեսնել ձելոները, ինչպես Էրգամսում, պարզապես կոչվում է նա արմյանսկը, եւ նրանք չգիտեին թե դա ինչ էր, եւ ես գիտեի եւ դա ինչ էր, որովհետեւ կարող էի կարդալ, դեսա ինչ է, բայց կա խորհրդային Հայաստանի այս ամբողջ կարծում եմ կարելի ասել գաղտնի պատմությունը, որ այստեղ լավ հայտնի չէ, քանի որ այն հիմնականում Մոսկվայում է։ Եվ այս գիրքը առաջին անգամ համատեղում է այնտեղի պատմությունը մեր ունեցած նյութերի հետ, որոնք մենք ունենք, գիտեք, հայկական կուսակցական թեժտերից, նույնիսկ տեղական կուսակցական թեժտերից, օրինակ Մեղրի կամ Խաչարանի տեղական կուսակցական թեժտից եւ այլն։ Սա նույնպես պատմությունն է, հատկապես երբ նայում ենք նրա դերին հայ ղեկավարներին Հայաստանում զարգացման ծրագրերի վերաբերյալ խորհրդակցություն տրամադրելու գործում։ Սա հայկական շրջանների պատմություն է, որտեղ դուք այսօր գնում ենք այնտեղ, եթե Սպյուրքից եք կամ զբոսաշրջիկ, արևմտյան զբոսաշրջիկ, որը գնում է Հայաստան եւ տեսնում է այս քաղաքները, որտեղ մարդիկ մի ժամանակ աշխատանք ունեին, մի ժամանակ հնարավորություններ ունեին, իսկ հիմա այս վայրերում տնտեսությունը անկում է ապրում։ Այդ պատմությունը, եթե ուզում եք իմանալ այդ քաղաքների պատմությունը, երբ դրանք իրենք զարգացման գագաթին էին, երբ նրանք իրենց գագաթնակետին էին, դուք նայում եք այս գրքերը, որովհետև դրանք խոսում են օրինակ Կապանի կամ Ալավերդու կամ չգիտեմ Կիրովականի պատմության մասին, Հրազդան, Արզենի, այո, անկասկած, երբ նրանք իրենց գագաթնակետին էին, եւ այս ձևը, որով Մոսկվան Միկոյանի կերպարով օգնեց Հայաստանին այս հարցում։ Եվ իրականում դա հետաքրքիր է, որովհետև չնայած մենք ունենք որոշ հայեր, ում ինչ-ինչ պատճառներով ասում են, որ Միկոյանը ադրբեջանամետ էր։ Ադրբեջանցիները իրականում ընդհանրապես չէին սիրում Միկոյանին, քանի որ կարծում էին, որ նա այս տեսակի լոբիստ էր Հայաստանի համար։ Եվ սա ասելը լիովին սխալ չէ։ Իհարկե կրկին ադրբեջանական համատեքստում սա չափազանցված է։ Սա արվում է այնքան խիստ հայկական հայատյաց թեկումով մտադրությամբ փորձել ցույց տալ, որ ամբողջ խորհրդային համակարգը աշխատում էր նրանց դեմ։ And coming to the last debates and his legacy, and Mikoyan was one of these few survived political բանավեճերին եւ նրա ժառանգությանը Միկոյանը քչերից մեկն էր, որ քաղաքականապես գոյատևեց Լենինից մինչև Բրեժնև, չէ՞։ Այո, ինչպես գիտենք, եւ այդ անեկդոտը, որ հենց նոր հիշեցիր, ձեր կարծիքով ինչ անձնական հատկանիշներ, ինչպիսիք էին, չգիտեմ, ճկունությունը, կամ չգիտեմ, խելքը, կամ պրագմատիզմը նպաստեցին նրա քաղաքական այս երկարակեցությանը։ Դա ճկունությունը պրագմատիզմն է, իհարկե, բայց նաեւ չպետք է անտեսել իր սեփական քաղաքական համոզմունքները եւ իրականում դա այն մասն է կազմում, այնպես որ չնայած մենք ասում ենք այո նա գոյատևեց եւ այս ամենը այդ ամեն ինչը նա կարծում եմ օրինակ որ կարող էր ազդել Ստալինի վրա որոշումների հարցում ու իրականում վերջում Ստալինը գրեթե նրան սկսեց հետապնդել քանի որ նա իրականում շեղվել էր Ստալինից որոշակի հարցերում ու Ստալինյան ժամանակաշրջանում բայց երբ խոսում ենք նրա մասին փաստորեն մի տեսակ վտանգի եզրիկներ այո անկասկած եւ ինչ որ կերպ նա միշտ վրիպում է նրանից այսինքն կարողանում է խուսափել դրանից կարծում եմ կարելի է ասել մի փոքր հասցնում է խուսափել բայց Բրեժնևը Խրուշչովի ժամանակաշրջանի դեպքում երբ խոսում ենք Խրուշչովի անկման մասին Միկոյանը միակ կուսակցական պաշտոնյան էր որ
որ աջակցում էր Խրուշչովին։ Եվ նա աջակցում էր նրան, քանի որ Միկոյանը համոզված էր, որ ապաստալինիզացման գործընթացը շատ կարևոր է, որ մենք պետք է շարունակենք այն, եւ որ եթե նոր մարդիկ կան, եթե կուսակցական առաջնորդ տեսակ կա, եւ մենք չգիտենք, թե ուր է տանելու այս գործընթացը։ Միկոյանը այն գործիչներից չէր, ովքեր Խրուշչովի դեմ էին։ Նա դեռևս հավատարիմ էր Խրուշչովին մինչև վերջ։ Եւ իրականում այդ պատճառով Բրեժնևը եւ ընկերները նրան լիովին չէին վստահում եւ իրականում Միկոյանը ինքը հոգնել էր Բրեժնևից եւ ընկերներից։ Այսպիսով Միկոյանը հրաժարական տվեց 1965 թվականին, այսինքն Խրուշչովի տապալումից ընդամենը 1 տարի անց։ Միկոյանը Բրեժնևի օրիք նույնիսկ այդքան երկար չմնաց, պարզապես նա այնտեղ մնաց 1 տարի եւ նույնիսկ այս դեպքում նա ոչինչ չէր կարողանում անել։ Բրեժնևյան մարտիկ նոր Բրեժնևյան խումբը թույլ չէր տալիս նրան իրականում ոչինչ անել եւ նա ուզում էր շատ ավելին անել, մասնավորապես նույնիսկ իր կարիերայի այսօր շրջանում, բայց փոխարենը նա թոշակի անցավ, կարողացավ իր ուշադրությունները գրել եւ դա մոտավորապես այսքանն էր, բայց ես նաեւ ուզում եմ կրկին ընդգծել իր ջանքերը, որ կարելի է շատ քննարկել սա, քանի որ գիտեմ, որ չնայած մենք ժամանակի սահմանափակումներ ունենք, երկու կարևոր հարց կա, որոնցից առաջինը դա Ղարաբաղի իրավիճակն է, երբ խոսում ենք Միկոյանի վերաբերյալ, որովհետև ձեր լսողները որպես հայկական լսարան շատ հետաքրքրված կլինեն այս թեմայով եւ կուզենան իմանալ, թե ինչ դիրքորոշում ունի նա Արցախի հարցում կամ Ղարաբաղի վերաբերյալ։ Եվ երկրորդ հարցը իհարկե սահմանադրական բարեփոխումների հարցն է։ Այսպեսով, եթե թույլ կտաս, խոսեմ նաև դրանց մասին, եթե բավականաչափ ժամանակ կա։ Կցանկանայի անդրադառնալ դրան, որովհետև չեմ ուզում, որ դու քննադատության ենթարկվես ինձ Արցախի հարցի եւ Միկոյանի վերաբերյալ հարցեր չտալու համար, որովհետև դա իսկապես շատ կարեւոր է։ Մենք պետք է խոսենք դրա մասին։ Այսպեսով, այս արցախյան հարցը Միկոյանը ներգրաված չի եղել Ղարաբաղի ճակատագրական որոշման հարցում։ Ըստ էության չի մասնակցել 1991 թվականի հուլիսի հայտնի վճռորոշ քվեարկությանը։ Նա որևէ ձայն, կողմ կամ դեմ չի ունեցել դրանում։ Նա այդ պահին Նիժնի Նովգորոդում էր եւ հետեւաբար նա ներգրաված չէր նաեւ նախնական որոշման մեջ։ Չնայած քաղաքացիական պատերազմի այդ ժամանակահատվածում նա ասում էր, նա իրական ուներ Լենինին ուղղված այդ մեկ նամակը, որտեղ նա ըստ էության ասում է, որ Ղարաբաղի հայերի համագումարում Ղարաբաղի հայերը ցանկանում են միանալ բազմազգ խորհրդային Ադրբեջանին։ Բայց իհարկե մենք չգիտենք, թե որտեղից է նա վերցրել այդ տեղեկատվությունը։ Եվ իհարկե այդ տեղեկատվությունը սխալ է, քանի որ Ղարաբաղի հայերի 5-րդ համագումարին իրականում հակառակն է ասվել։ Նրանք ասել են, որ իրականում մենք չենք ուզել որևէ Ադրբեջանի մաս կազմել, որևէ ադրբեջանական կազմավորման, այսինքն նույնիսկ խորհրդային Ադրբեջանը, չէ՞։ Այնպես որ չգիտեմ, պարզ չէ թե որտեղից են Միկոյանը վերցրել այս տեղեկությունը, որտեղ նա ասում է, որ այո, այս կոնգրեսում գտնվող ղարաբաղցի հայերը ցանկանում են լինել Ադրբեջանի մաս։ Դրա մասին որևէ ապացույց չկա, սակայն նրա կարիերայի ուր շրջանում շատ հստակ էր, որ Ղարաբաղի հայերի խտրականության զգացում կար եւ որ պաշտոնական Բաքուն սահմանափակում էր նրանց ինքնավարությունն ու իրավունքները, չնայած որ սկզբից էլ կարող ենք ասել, որ ինքնավարության իրականացումը նույնպես բավականին ուշացավ, որովհետեւ իրականում խորհրդային Հայաստանի կառավարությունի պահանջներից հետո էր, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրվեց Արցախի համար ինքնավարություն իրականացնելու համար, որովհետեւ ադրբեջանական ղեկավարությունը նույնիսկ դա անել դանդաղեցնում էր, չէ՞։ Սա շատ ավելի հին պատմություն է, բայց ամեն դեպքում այսպիսով Խրուշչովի դարաշրջանում Միկոյանը անընդհատ աջակցում էր, երբ Ղարաբաղի հայաստանյան այս կոչերն էին հայտնվում։ Իրականում նա աջակցում էր խորհրդային հայաստանյան կառավարությունը, երբ նրանք այս հարցերը բարձրացնում էին Մոսկվայում, բայց խնդիրն այն է, որ Բաքուն միշտ միջամտում էր եւ վետո դնում Ղարաբաղը Հայաստանին միացնելու այս առաջարկի վրա։ Եվ սա նաեւ գուցե կարելի է նաեւ խորհրդային էթնոֆեդերալ պետության կառուցվածքի հետ կապված խնդիր համարել։ Գիտեք, որովհետեւ կրկին, մասնավորապես ինքնավար մարզերը իրականում չունեին իշխանություն։ Չէին կարող դուրս գալ այս քաղաքական իրավիճակից։ Այսպիսով 1988 թվականի փետրվարի 20-ին, երբ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի հայերը քվեարկեցին
խորհրդային Ադրբեջանից դուրս գալու օգտին, մենք պետք է դա ընկալենք որպես անհնազանդության լուրջ ակտ, քանի որ չկար որևէ հստակ օրենք, որը կասեր, որ նրանք կարող են դա անել։ Սահմանադրական բարեփոխումներով, որտեղ Միկոյանը ազգությունների ենթահանձնաժողովի ղեկավարն էր, քանի որ այն բանից հետո, երբ նա իրականացրեց այս ամբողջ գաղափարը, որ մենք պետք է ունենանք սբլիժենիա եւ ոչ թե սլիանիա, մենք չպետք է միավորենք ազգերը, քանի որ Խրուշչովն այս գաղափարն ուներ ուտոպիստական ձևով, մենք կարող ենք կոմունիզմը իրականացնել միանգամից, որ մենք բոլորս միավորվելու ենք եւ դա պետք է լինի կուսակցության խնդիրը, օգնել այդ միավորմանը։ Միկոյանը ասեց ոչ, դա չպետք է լինի կուսակցության խնդիր։ Մենք չպետք է սա անենք։ Մենք պետք է հարգենք մեր տարբերությունները եւ ի վերջո, այո, մենք բոլորս կմիավորվենք եւ այդպիսի բաներ։ Այսպեսով ի վերջո Միկոյանի դիրքորոշումները ամբողջությամբ ընդունվեցին կուսակցական ծրագրում եւ երբ Խրուշչովը սկսեց այս խոշոր բարեփոխումը նոր խորհրդային սահմանադրության համար, որը իշխանության կտար խորհրդային ժողովրդի, մենք խոսում ենք սահմանադրության մասին Սուրեն, որը կժողովրդավարացներ փաստացի խորհրդային համակարգը, որը խորհրդային քաղաքացիներին իրավունք կտար ազդել քաղաքական գործընթացների վրա, իսկապես ամբողջությամբ։ Դա արմատական սահմանադրություն էր, որը ըստ էության երբեք չիրականացավ, քանի որ Խրուշչովը հեռացվեց իշխանությունից, սակայն Միկոյանի գլխավորած ազգության հարցերով ենթահանձնախմբում քննարկումներ էին ընթանում այն մասին, թե գուցե մենք պետք է բոլոր ինքնավար մարզերը բարձրացնենք ինքնավար հանրապետությունների մակարդակի, ինչը արցախահայերը ավելի լայն հնարավորություն կտար պաշտպանել իրենց իրավունքները եւ նույնիսկ արած միտքը գուցե մենք պետք է ինքնավար հանրապետություններին իրավունք տանք փոխել այն ավելի մեծ կազմավորումը, որին նրանք ենթակա են, փոխել այդ նյութենական հանրապետությունը, որին նրանք ենթակա են։ Այսպեսով նույնիսկ նրանք խոսում էին դրա մասին։ Դա նաև բավականին հետաքրքիր էր, երբ խոսում են Խրուշչովյան շրջանի մասին։ 1962 թվականին Ղարաբաղի հայերի կողմից Խրուշչովին ուղղված նամակ եղավ, որը շատ հայտնի է։ Այդ նամակի բնօրինակ ռուսերեն հրատարակությունը, քանի որ մենք գիտենք դրա հայերեն թարգմանությունը, որը հրատարակվել է Սպյուրք ամսագրում 1963 թվականին, հայկական Սպյուրքի մամուլում, սակայն 1962 թվականին բնօրինակ նամակում, որը գրվել է այստեղ հայկական արխիվներում է գտնվում, կա ձեռագիր գրության նման մի բան, եւ մենք ունենք այդ նամակի նախորդող ձելոներում եւ ձեռագիր նամակը, որը գրված է հայերենով։ Հստակ ասվում է, որ Ղարաբաղի հայերը այս զգացմունքները կապված են սահմանադրական բարեփոխումների նախաձեռնության հետ։ Այսինքն դա նաև մեզ տալիս է այն համատեքստը, որում այդ կոչը ներկայացված էր Խրուշչովին։ Դա որ մենք ուզում ենք իրավունք ունենալ որպես ղարաբաղցի հայեր որոշելու մեր ապագան ժողովրդավարական ճանապարհով եւ մենք խոսում ենք խորհրդային միության ժողովրդավարացման մասին, народовластия գաղափարի մասին, ապա տվեք մեզ իրավունք փոխելու այն հանրապետությունը, որին մենք ենթակա ենք։ Եվ Միկոյանը կարծում էր, որ սա շատ հետաքրքիր գաղափար է։ Նա շատ էր աջակցում այս գաղափարին եւ նա իդեպ տեղյակ էր այս ամենից Ղարաբաղի հայերի նկատմամբ տեղի ունեցող այս խտրականության մասին, քանի որ կային խորհրդային հայ պաշտոնյաներ, ինչպիսիք էր օրինակ Եղիշե Ասատրյանը, ով տեղեկացնում էր Միկոյանին այս մասին, թե ինչ էր կատարվում, եւ նա Ասատրյանը Ղարաբաղցի էր, նա Արցախից էր, նա Ճաշտար գյուղից էր, եւ նա Միկոյանին ասում էր, ներկայացնում էր, թե ինչպիսին է կյանքը Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղում, եւ նա ասում էր նրանք կարծես փորձում են մի բան անել, բայց երիտասարդների համար այնտեղ հնարավորությունները շատ սահմանափակ են եւ կարծես Բաքուն փորձում է դուրս մղել Լեռնային Ղարաբաղից հայերին, ինչպես արեցին դա Նախճեվանի հայերի հետ։ Եվ հետո Միկոյանը ըստ իր որդի Սերգոյի ամառանոցում հանդիմանում է մի ադրբեջանցի պաշտոնյայի Ղարաբաղի հայերի նկատմամբ վերաբերմունքի համար։ Եվ նա ասաց, որ իրականում որ գիտեք, Բաքուն փորձում է հայերին դուրս մղել Լեռնային Ղարաբաղից, ինչպես Նախճեվանից։ Այսպիսով նա իրականում կրկնում էր այն, ինչ լսում էր խորհրդային հայ պաշտոնյաներից։ Եվ սա իրականում բավականին անսովոր էր, քանի որ այս տեղեկությունը վերցված է Սերգոյի հրատարակված հուշագրությունից, որը հայերեն թարգմանությամբ
հրատարակվել է միայն 2007 թվականին այստեղ Երևանում, բայց սա հետաքրքրաշարժ պատմություն է, որը թեր ուսումնասիրվել է, թեր հետազոտվել եւ ակնհայտ է, որ մենք ցույց ենք տալիս, որ թեերևս մենք կարծում ենք, որ ամեն ինչ ուսումնասիրվել է եւ ամեն ինչ գիտենք, բայց դեռ շատ բան կա սովորելու։ Այսպիսով հուսով եմ, որ որոշ հարցերի ես պատասխանեցի այս քշքում։ Պետրո, շնորհակալություն։ Մեծ հաճույք էր քեզ այսօր հաղորդմանը հյուրընկալել եւ շատ շնորհակալ եմ այս բոլոր մտքերի, բարդ եւ նշանակալից, այսպես գաղափարները մեր հետ կիսվելու համար։ Այո, եւ նաեւ ուզում եմ պարզապես խորհուրդ տալ իմ քննիներին, դուք չեք կարող գտնել այս գիրքը Հայաստանում, ցավոք, դեռ ոչ, բայց շուտով մենք նոր հայերեն թարգմանություն ենք թողարկելու, բայց եթե ուզում եք ավելի շուտ ստացվի, կարող եք պատվիրել Amazon-ի կամ այլ հարթակների միջոցով եւ կարդալ այս գիրքը եւ գուցե փոխեք ձեր պատկերացումները Անաստաս Միկոյանի մասին։ Այո, անկասկած։ Եվ իմ վերջին հարցը, իմ ավանդական հարցը, գիտեք, այսօր ցավոք հասարակական եւ հումանիտար գիտությունները թերագնահատված են Հայաստանում, կամ գուցե ոչ միայն Հայաստանում, կարծում եմ դա գլոբալ գործընթաց է։ Եվ իմ հարցն այն է, թե ինչ եք կարծում, ինչու ենք ուսումնասիրում հումանիտար գիտությունները, ինչու պետք է զբաղվել հասարակագիտությամբ։ Սա առաջին հարցն է, եւ երկրորդ հարցը ավելի անձնական է, ինչու անձամբ դու որոշեցիր չդառնալ քիմիկոս կամ մաթեմատիկոս, ինչու որոշեցիր դառնալ պատմաբան։ Առաջին հարցին պատասխանելու համար ես չեմ ուզում կլիշեով պատասխանում, ասելով դե գիտեք, պատմությունը կարդացողները կամ ուսումնասիրողները չեն կրկնում այն կամ որ մենք դասեր ենք քաղում անցյալից, ես ճիշտն ասած վստահ չեմ, որ դա այդքան պարզ է աշխատում։ Ես էլ չգիտեմ, թե արդյոք դա այդքան պարզ է աշխատում, որովհետև կրկին մենք օրինակ ունենք առաջին հանրապետության այս ամբողջ պատմությունը, որը ինչպես գիտեք շատ ինտենսիվորեն եւ մանրամասնորեն ուսումնասիրվել է Հայաստանում։ Եվ այնուամենայնիվ առաջին հանրապետությունից շատ դասեր կային, որոնք թույլ տվեք ասել այսօր չեն սերտվել Հայաստանում։ Ես չեմ պատրաստվում մանրամասնել, ես չեմ պատրաստվում գնալ մանրամասների մեջ, եւ մենք երկուս էլ ճպտում ենք, քանի որ որոշակիորեն գիտենք դրա նախապատմությունը, բայց ես չեմ պատրաստվում մանրամասնել դա։ Բայց գլխավորն այն է, որ դու իսկապես սովորում ես։ Եթե լավ ուսումնասիրես պատմությունը եւ ճիշտ դասեր քաղես պատմությունից, չես կրկնվի նույն սխալները։ Գիտեք, ինչ կարեւոր է, ինչ կարող ենք ասել։ Այսինքն կարծում եմ, որ վերջի վերջո պատմությունը մեզ շատ բան է պատմում մեր անցյալի մասին։ Այն օգնում է մեզ ավելի շատ հասկանալ մեր ներկան, նույնիսկ մեր ապագան։ Այսպիսով երիտասարդները պետք է ավելին իմանան պատմության մասին։ Նրանք պետք է սովորեն այն։ Հավանաբար Հայաստանը աշխարհի ամենաշատ պատմությամբ հետաքրքրվող երկրներից մեկն է։ Իրականում դա էլ է, ինչպես դա վատ բան չի, եւ շատ լավ բան է, նույնիսկ ասեի, բայց ինչպես իմ գրքում ցույց եմ տալիս, դեռ շատ բան կա բացահայտելու։ Եթե համեմատենք ամերիկացիների հետ, կարծում եմ ամերիկացիները չեն հետաքրքրված պատմությամբ։ Նրանք ավելի քիչ են հետաքրքրված պատմությամբ, քան հայերը։ Հայերը իսկապես տարված են պատմությամբ։ Եվ բոլոր ժամանակաշրջանների պատմությամբ, կրկին, որովհետև Հայաստանը այնքան հին է, այսպիսով պատմությունը հասնում է մինչև 90 ցեղեր, Ուրարտ եւ այլն։ Այսինքն պատմությունը մեզ շրջապատում է ամենուր, որտեղ էլ որ գտնվում ենք, որտեղ ուր էլ գնում ենք, նույնիսկ Երևանում։ Այսպիսով, այո, անկասկած, ինչ վերաբերում նրան, թե ինչու ես որոշեցի պատմություն սովորել եւ չդառնալ քիմիկոս կամ ֆիզիկոս կամ նմանատիպ մի բան, դա այն պատճառով է, որ ես շատ եմ հետաքրքրված իմ ընտանիքի պատմությամբ։ Մասնավորապես Հայաստանի, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի սոցիալիզմի եւ նմանատիպ բաների առումով։ Այսինքն իմ ընտանիքը Ռումինիայից եկած հայեր են, ով հորս կողմից Ռումինիայից եկած հայ է եւ մեծացել է Ռումինիայի սոցիալիզմի, Ռումինիայի պետական սոցիալիզմի օրոք։ Չաուշեսկուի եւ այնպես ինձ համար ոչ թե Չաուշեսկու, այլ Գորգիդեշի ժամանակ։
Մենք խոսում ենք 1950-ականների մասին, բայց նրանք կարողացան լքել Ռումինիան, քանի որ իմ պապն ու տատիկս նանսենյան անձնագրեր ունեին, այսպիսով նրանք ցեղասպանությունից վերապրածներ էին, նրանք փախել էին ցեղասպանությունից, գնացել էին Կոնստանցա, Ռումինիա, ապա Բուխարեստ, որտեղ նրանք ամուսնացան, հանդիպեցին եւ ամուսնացան եւ հետո ծնվեց իմ հայրը, բայց իմ հայրը չնայած որ նա գիտեք կարծում եմ կարող էր ստանալ Ռումինիայի քաղաքացիություն, նա գնաց նրանց հետ, քանի որ նրանք կարողացան մեկնել։ Իմ պապը իսկապես շատ տպավորված էր այդ ժամանակ, նա շատ տպավորված էր արևմուտքով, Միացյալ Նահանգներով, նա կարծում էր, որ Ամերիկան ոսկու երկիր է, գիտեք, որտեղ փողոցները սալիկապատված են ոսկիով, կաթով ու մեղրով, կաթու մեղրի երկիր է։ Եվ այնպես նա որոշեց վերցնել իր ընտանիքը ու լքել Ռումինիա։ Սկզբում նրանք 1 տարի անցկացրին Բեյրութում, Լիբանանում, իրականում ավելի կոնկրետ Բուրջ Համուդում, այսինքն տեխնիկապես գրեթե առանցին մի տեղ Բեյրութից, այսինքն դա գիտենք, դա առանձնահատուկ համայնք էր, բայց դրանց հետո նրանք հեռացան եւ գնացին Ամերիկա, նրանք գնացին Queens, New York, իսկ հետո նրանք ի վերջո գնացին Cleveland, Ohio, եւ իմ պապիկը ունի մի հայտնի դրվագ, երբ գալիս է Ամերիկա եւ բացականչում է սա է Ամերիկան, նա չէր կարողանում հավատալ, թե իրականում ինչ է Ամերիկան, որովհետև այս ամբողջ ընթացքում նա հավատում էր հիմնվելով Ռումինիայում իր ընկերների պատմածների վրա, որ սա կաթի եւ մեղրի երկիր է, սահրաշների երկիր եւ այլն։ Եվ իդեպ հետաքրքիր է, որովհետև Ռումինիայի մասին խոսելիս իմ հոր եղբայրը նաեւ նա Բուխարեստի համալսարանում էր, նա Վազգեն առաջին կաթողիկոսի հետ սենյակակից էր, երբ նա փիլիսոփայության ուսանող էր, այնպես որ այստեղ շատ պատմություն կա, որքան փոքր է, չէ՞ աշխարհը, անկասկած, բայց ես միշտ հետաքրքրված էի հայերի եւ կոմունիզմի, հայերի եւ սոցիալիզմի պատմությամբ, եւ ես հետաքրքրված է ռուսական հեղափոխության պատմությամբ։ Ահա թե ինչն է ինձ դրդել ավելի իմանալ Խորհրդային Հայաստանի մասին, ու նաև այն պատճառով, որ մեր այսօրվա Հայաստանի ժառանգության մեծ մասը խորհրդային անցյալից է։ Մենք չենք կարող խուսափել դրանից։ Եվ այսպես էլ վերջապես հասա Միկոյանի պատմությանը, բայց ինչպես ասացի, ես զարմացա, թե որքանով էր նա ներգրաված հայկական գործերի մեջ։ Ես իսկապես զարմացա, ես չէի կարծում, որ նա այդքան ներգրաված էր։ Ահա պատմության գաղտնիության պատճառներից մեկը հենց Միկոյանն է, ինչու, որովհետև նա չէր ուզում Խորհրդային Միության մյուս ազգություններին ցույց տալ, թե գուցե կողմնակալ է հայերի նկատմամբ։ Իդեմ կա մի շատ հայտնի պատմություն կրկին Եղիշե Ասատրյանի մասնակցությամբ, Ուզբեկիստանը ցեմենտի ավելցուկ ուներ, եւ նրանց անհրաժեշտ էր Կոսիգինի ստորագրությունը ցեմենտ Հայաստանին տրամադրելու համար։ Բայց որ Հայաստանը ցեմենտի կարիք ուներ, քանի որ ցեմենտի կարիք ուներ, իսկ Կոսիգինը Սոչիում էր արձակուրդում, եւ նա չէր կարող դա անել, չէր կարող ստորագրել եւ չէր կարող անմիջապես ստորագրել այն։ Նրանք չկարողացան կապ հաստատել նրանց հետ, ուստի ըստ էության նրանք դիմեցին Միկոյանին, եւ Միկոյանը ասաց. «Գիտեք, սա ինչ է, ես չեմ կարող ստորագրել սա, որովհետև ես հայ եմ եւ եթե ստորագրեմ, ապա ուզբեկները կասեն, որ հայ Միկոյանը ցեմենտը վերցնում է ուզբեկներից եւ տալիս է հայերին։ Այնպես որ սա հնարավոր չէ։ Ես չեմ կարող ստորագրել։ Կասիգինի գործն է ստորագրելը։ Նրանք վերջապես գտան Կասիգինի Սոչիում եւ նա ստորագրեց այն եւ հետո ցեմենտը տրամադրվեց, բայց այդ պատճառով այսօր մենք ունենք այնպիսի պատմություններ Հայաստանում, թե ինչ է արել Միկոյանը Հայաստանի համար, իբր ոչինչ չի արել։ Ահա թե ինչ է նրանք նկատի ունեցել։ Պարզապես դա նրանք ենթադրում են, թե ինչ է արել, թե նա ոչինչ չի արել, չէ՞։ Կամ կան այնպիսի խելագար պատմություններ, օրինակ, որ նա իբր նարդի էր խաղում իր եղբոր Արտյոմի հետ եւ նրանք խոսում են Արցախի հարցի մասին եւ հետո Միկոյան Անաստասը ըստ երևույթի ինչ-որ բան է ասում Արցախի մասին, իսկ հետո Արտյոմը այնքան է զայրացել, որ վերցնում է նարդու տախտակը եւ դրանով հարվածել եղբոր գլխին։ Սա մեծ չափազանցություն է եւ նույնիսկ դրա հարաբերությունների առումով, որովհետեւ դուք պետք է հասկանաք, որ նույնիսկ 20-րդ կուսակցության համագումարում կա մի շատ հայտնի պատմություն, որտեղ Միկոյանը 56 թվականի փետրվարի 20-րդ կուսակցական համագումարում առաջինն էր, որ դատապարտեց Ստալինին, նույնիսկ Խրուչովի ելույթից առաջ նա դատապարտեց Ստալինի
այդ համառոտ պատմություն գիրքը, որտեղ ինչպես նա ասաց, բավական չափով չէր լուսաբանվում, ասենք Բաքվի կոմունայի հեղափոխականները կամ Ստեփան Շահումյանը։ Եվ նա իր ելույթում շատ քննադատական էր Ստալինի նկատմամբ, եւ Արտյոմը Միկոյանի ելույթից հետո մի կողմ տարավ եղբոր ու ասաց. «Անաստաս, սա ինչ էր։ Ինչու ես այդքան խստորեն դատապարտում Ստալինին։ Շատերին դուր չեկավ այս ելույթը։ Ես համաձայն եմ քո ասացի հետ, բայց դա չափազանց կոշտ է։ Ինչու պետք է սա ասվեր»։ Միկոյանը ասաց. «Լսիր, դա պետք է ասվեր»։ Եվ երկրորդը, տես Խրուշչովը փակ նիստում ավելի վատ բաներ է ասելու։ Այսպիսով Արտյոմ եւ Անաստասը արտակարգ մտերիմ հարաբերությունների են։ Նրանք միջև իրականում որևէ լարվածություն չի եղել։ Չնայած պետք է ասեմ, որ Արտյոմն էր այն մարդը, որ շատ կասկածամիտ էր։ Նա այսպիսի մարդ էր, որ շատ կապված էր հայկական գյուղական կյանքի հետ։ Իդեպ նաեւ Արտյոմը, որովհետեւ Արտյոմը նույնպես բավականին հաճախ էր այցելում Հայաստանը։ Եղբայրները ընդհանուր առմամբ շատ մոտ էին Հայաստանին, իսկ նրանք այնպիսին չէին, բոլորը կարծում են, որ դա ճիշտ է այն, որ Միկոյանը ասել է Արամ Խաչատրյանի մասին, եւ երբ Արամ Խաչատրյանը պատմում է, որ շատերն են պատմում, որ նա ասել, որ շատերն են ասում, որ ես մոսկվացի կոմպոզիտոր եմ, ես երևանցի կոմպոզիտոր չեմ։ Գիտեք, որ ես ավելի շատ կողմնորոշված եմ դեպի Մոսկվա։ Եվ Միկոյանը պատասխանում է. լսեք, դա սխալ վերաբերմունք է։ Նրանք պետք է հարգեն ձեզ, նրանք պետք է գնահատեն այն, ինչ դուք անում եք հայրենիքում։ Եվ ոչ թե դատեն ձեզ այն փաստերով, որ գիտեք, դուք գտնվում եք մեր խորհրդային հայրենիքի մայրաքաղաքում։ Եվ այս վերաբերմունքը ցավոք տարածվեց նաև Անաստաս Իվանովիչի, այնպես նաև Արտյոմ Իվանովիչ կամ Անուշավանի վրա, քանի որ դա նրա սկզբնական անունն էր Անուշավան։ Եվ այսպես բացի այդ, կարծում եմ, որ սա պատմության համառոտ նկարագրությունն է, որ ես տվեցի, եւ հուսով եմ, որ սա կլրացնի մեր ունեցած բացատրումների շարքը։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն, եւ մենք մաղթում ենք քեզ ամենայն հաջողություն քո աշխատանքում եւ սպասում ենք հաջորդ նախագծին։ Այո, շնորհակալություն։